Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, աշխարհասփյուր հայություն, հայոց աշխարհաժողով հաղորդաշարի հերթական ինչ անել ծրագրի հյուրը քաղաքագետ Ստեփան Հասարջալյանն է։ Բարև ձեզ, պարոն Հասարջալյան, ուրախ եմ ձեզ տեսնելու մեր տաղավարում։ Ուզում եմ, որ այսօր զրուցենք մենք Արցախի հիմնահարցի եւ այսպես կոչված խաղաղության, իրական խաղաղություն, թե միֆը այդ խաղաղության հետ ամեն ինչը մենք մեր զրույցի ընթացքում շոշափենք։ Հիմա խոսենք Արցախի հիմնահարցի մասին։ Խնդրեմ ձեզ մի փոքր տեղեկացրեք, ուր ենք հասել, ինչի ենք հասել, որտեղ ենք գտնվում։ Բարև ձեզ նախ, շնորհակալ եմ հրավերի համար եւ շնորհակալ եմ ձեր տաղավարում այսպես հյուրընկալության առիթ ունենալու համար։ Արցախի հիմնախնդիրը այսպես բավականին հայոց պատմության շարժընթացի մեջ ամենակնճռոտ պրոբլեմներից մեկն է եւ ընդհանրապես համաշխարհային այսպես պատմության մեջ ամենաբարդ խնդիրներից, կոնֆլիկտներից, հակամարտություններից մեկն է։ Ուր ենք հասել, մենք այսօր գտնվում ենք շատ ծանր, դժվարին հանգրվանում։ Մենք այսօր ունենք ցեղասպանության ենթարկված Արցախի հայություն, որը կտրված է իր բնորանից, որը բռնագաղթած է ուժի սպառնալիքի Ադրբեջանի կողմից կիրառված ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման հետևանքով այսօր բռնագաղթել է իր հայրենիքից, այն հայրենիքից, որտեղ իր նախնիները ապրել են վերջին 3000 տարիների անընդմեջ։ Եվ այսօր իմ պատկերացմամբ հայրենի իշխանությունները ուրեմն փոխանակխոսեն Արցախի հայության տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով Արցախ վերադարձի մասին, նրանք խոսում են Արցախի հայության վերադարձի նույնիսկ մասին խոսույթը ընդհանրապես արգելելու մասին։ Այնպես որ շատ տխուր հանգրվանում ենք այսօր գտնվում Ադրբեջան-Արցախ հակամարտության այսպես առումով։ Ես իհարկե այդպես բարի չեմ գտնվի, երբեք չեմ ասելու, չեմ ասի իրենց։ Ես հասկանում եմ քաղաքագետի մոտեցումը հայրենի իշխանություններ, ցավոք սրտի, եթե նրանք լինեին հայրենի իշխանություններ, այս հանգրվանին հասած չէին լինի։ Եթե նրանք Արցախը ընդունեին որպես հայրենիք, ինչպես ցանկացած հայ է դա ընդունում, այսօրվա այս կետին հասած չենք լինի։ Ցեղասպանության բնորոշումը, որ կարդում ես, էթնիկ զտում, հա, եւ պատճառները դա ազգային պատկանելություն, կրոնական եւ այլն, լրիվ համապատասխանում է ցեղասպանության եզրույթը այս հարցում, եւ ոչ միայն այդ ցեղասպանությունն են մերժում, ժխտում, այսպես կոչված իշխանությունները, այլ նաև ուզում են 15 թվականին տեղի ունեցած ցեղասպանությունից հրաժարվել, պահանջատիրությունից, այսպես ասած իրենց ասելով իրականում ընդհանրապես ցեղասպանություն բառը հանելու մեր ուրեմն լեքսիկոնից։ Պարոն Հասարջալյան, տեսեք, այս շատ շուտով մայիսի 4-ին եվրոպացիները գալիս են Հայաստանում եւ Եվրոպայի վերաբերմունքի մասին եմ ուզում ես խոսել, երկակի ստանդարտների մասին։ Այն քար լռությունը, որ տեղի ունեցավ Արցախի կոտորածների, Արցախի վրա հարձակման, Արցախի կարելի ասել բնաջնջման, տեղահանման, այսօր էլ տեսեք եկեղեցիները, մշակույթի կոթողները եւ ամեն ինչը քանդվում է։ Այդ քար լռությունը, որ տիրում է այսպես կոչված դեմոկրատիկ Եվրոպայում, ձեր կարծիքն եմ ուզում իմանալ, ինչի այդպիսի երկակի ստանդարտներ։ Տեսեք, ընդհանրապես եվրոպական կառույցների առնչությամբ ես ձեր հարցը մի փոքր այսպես կբացեմ ավելի ինչի է երկակի ստանդարտներ։ Ես ուզում եմ ձեզ նաև հիշեցնել եւ նաև մեր ունկնդիրներին, որ եվրոպական խորհրդարանի նախագահի, ուրեմն եւ նաև Ֆրանսիայի նախագահի միջնորդությամբ տեղի ունեցած Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիևի հանդիպման ժամանակ էր 2022 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում, որ Նիկոլ Փաշինյանը ճանաչեց Արցախի հանրապետությունը օկուպանտ եւ ցեղասպան արհեստացին կեղծ կազմավորման Ադրբեջանի կազմում։ Ես ուզում եմ ուրեմն այստեղ նրանց վերաբերմունքի եվրոպական կառույցների, մասնավորապես եվրոպական ուրեմն խորհրդի նախագահի վարքագծի վերաբերյալ այսպես ներկայացնել նրա մոտեցումը եւ նաեւ Եվրահանձնաժողովի նախագահի ուրեմն Ուրսուլա ֆոն դեր Լայենի մոտեցումը։ Տեսեք ինչ է ասվում։ Ուրեմն 2022 թվականին, եթե չեմ սխալվում, մարտ ամսին է եղել,
4 պետությունների ղեկավարներ Ռումինիայի, Վրաստանի, Ադրբեջանի հանդիպել են Բուխարեստում, այնտեղ ուրեմն ստորագրվել է Ադրբեջանի հետ ռազմավարական էներգետիկ ուրեմն բնույթի փաստաթուղթ։ Ինչ է դա նշանակում, որն է դրա էությունը համառոտ։ Համառոտ հետևյալն է, որ Ադրբեջանից պետք է էլեկտրաէներգիան 1500 կիլոմետր մալուխով անցնի ուրեմն Վրաստան, այնուհետև ծովի հատակով դուրս գա Եվրոպա։ Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքն եմ ուզում հիշատակել այստեղ, շատ հատկանշական խոսք, որ ասում է, թե այդ փաստաթղթի ստորագրման ժամանակ իր ունեցած ելույթում, որ ասել է, թե Ադրբեջանը այսօր մեզ համար համարվում է հուսալի էներգետիկ գործընկեր։ Եվ դրան հաջորդող օրեր անց ուրեմն Շարլ Միշելի տված հարցազրույցի ժամանակ, երբ որ ինքը հարցազրույց տվեց Euronews միջազգային հեռուստաալիքին, ուղիղ հարցադրմանը, թե ի վերջո Ադրբեջանը այսօր ձեր գործընկերն է, Եվրամիության գործընկերն է, թե ոչ, նա ասաց, որ այո, այսօր մեր գործընկերն է։ Ինչով է պայմանավորված այս երկակի ստանդարտ, ես ձեր ուրեմն վերադառնում ձեր հարցադրմանը, նրանք այսօր ի հեճուկս իրենց եվրոպական կառույցների տարբեր տրամաչափի պաշտոնյաների, որ ժամանակ առ ժամանակ կամ պարբերաբար հայտարարում են մարդու իրավունքների, ժողովրդավարության, խոսքի ազատության եւ նման կարգի հասկացությունների մասին, իրականության մեջ նրանք դա ուրեմն ստորադասում են իրենց ուրեմն շահերին, որոնք հիմնականում ունենում են նյութականացված դրսևորում, եւ մենք դա գործնականում, այսպես ասեմ, տեսանք Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտի այսպես համատեքստում, երբ որ կրկնում եմ, ինչու ձայն բարբարո հանապատի այն պարագայում, երբ որ Ադրբեջանը կոպտորեն խախտել էր միջազգային իրավունքի բոլոր սկզբունքները, դուրս էր եկել ԵԱԿ Մինսկի խմբի խաղաղ բանակցային գործընթացից, Արցախի հայության գլխին թափում էր ֆոսֆոր, մասսայական ոչնչացման զենք, օգտագործում էր միջազգային ահաբեկիչներին եւ այլն, բայց այդ նույն եվրոպական կառույցները, եվրոպական պաշտոնյաները, առանցքային համենայն դեպս դերակատարները, նրանք լուռ էին, որովհետև Ադրբեջանից ունեին նավթագազային, այսպես էներգետիկ նաև ակնկալիքներ, գործարքներ, այո, եւ սրանով եմ ես պայմանավորում նրանց այս ուրեմն գործելավոճը։ Դե խաղաղության մասին էլ խոսելուց անպայման խոսենք եվրոպացիների մասին, տեսանք ինչ խաղաղություն բերեցին Ուկրաինայի գլխին, երբ որ քիչ էր մնում Թուրքիայում արդեն ձեռք բերվել այդ խաղաղությունը 2022 թվականին, բայց ցավոք սրտի Բորիս Ջոնսոնն էր, չէ՞, կարծեմ ամենագլխավոր դերում է տեղ, որ թույլ չտվեց, որպեսզի այդ ստորագրությունը լինի, խաղաղության հարցը լուծվի, բայց տեսեք, նաև այդ նոր չի այդ մոտեցումը Եվրոպայի, պարոն Հասան Ջալալյան։ Կոսովոն հիշենք, հա, Կոսովոյի վերաբերմունքը, Եվրոպայի վերաբերմունքը Կոսովոյի հարցում, Եվրոպայի վերաբերմունքը Արցախի հարցում միջև նույնիսկ կոնֆլիկտի սկսել է։ Երբ որ մի դեպքում ազգային փոքրամասնությունների ինքնորոշման ուրեմն հարցը դա առաջնային է բերվում եւ համաշխարհային հարց է դարձում, մյուս դեպքում եւ դա շատ ավելի ակնհայտ է, եւ պատմականորեն եւ ամեն ինչով այդ փաստերը կան, եւ նույնիսկ բոլոր օրենքներով հիշենք սովետական միությունից դուրս գալու, հա, Արցախի ինչ կարգավիճակով է դուրս եկել սովետական միությունից, հանրաքվեները եւ մնացածը, այդ ամեն ինչը հաշվի առնելով լրիվ տարբեր վերաբերվում Կոսովոյի հարցում, Արցախի հարցում եւ իհարկե մնացած բոլոր հարցերում։ Հիմա գանք խաղաղությանը, պարոն Հասան Ջալալյան, դա հասկանալի է, մենք Արցախին կվերադառնանք, բայց այսօր տեսեք հայության առաջ կամ մեր հասարակության առաջ ասեն, որ բոլոր շերտերը ոչ միայն հայերը ներգրավեն, ցավոք սրտի հայերը փոքրամասնություն են, դա իմ մոտեցումն է, սուբյեկտիվ է, օբյեկտիվ է, կյանքը ցույց կտա, ինչի հարց է դրված, որ հունիսի 7-ին ընտրություններ են գալիս եւ մենք ընտրում ենք խաղաղություն կամ պատերազմ։ Այս սուտ թեզ է, Հորինովի թեզը, որ բերում է մի իշխանություն, որը բերել է ամենասարսափելի պատերազմները մեր գլխին վերջին 30 տարում, որ բերել է ցեղասպանություն, որ բերել է էթնիկ զտում, որ բերել է հարյուրավոր հազարավոր հայերի ուրեմն տնավեր բնավեր հավքեր են դարձել այսօր, կորսեն իրենց ունեցվածք, իրենց գերեզմաններ եւ ամեն ինչը, եւ հիմա հերթական անգամ այդ ստի կառավարությունը մեզ դրել է ինչ որ հարց է առաջ քաշել, որ մենք ընտրությունը կատարում ենք խաղաղության եւ պատերազմի միջև։ Ինչ է
կարծում դուք այդ ասված խաղաղության մասին։ Գիտեք, դուք ձեր նախորդի խոսքում շատ կարևոր առանցքային իրավական ակտերի անդրադարձակ։ Ուրեմն Կոսովոյի մասին դուք հիշատակեցիք։ Ես ուզում եմ այստեղ մի կարևոր իրավական ակտի անդրադառնալ Կոսովոյի առնչությամբ եւ նաեւ դա կապել Արցախի հիմնախնդրի հետ։ Տեսեք, 2010 թվականին հուլիսի 22-ին ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանը Կոսովոյի վերաբերյալ հրապարակել է իր խորհրդատվական եզրակացությունը։ Դատարանը քննության է առել մի շարք հասկացություններ այդ խորհրդատվական եզրակացության մեջ եւ հատկապես քննության է առել տարածքային ամբողջականություն հասկացությունը։ Տեսեք, ինչու եմ ես ուզում սա շեշտեմ, որովհետեւ դուք շատ կարևոր շեշտադրում արեցիք Կոսովոյի ուրեմն անվան հիշատակմամբ եւ նաեւ ԽՍՀՄ-ից դուրս գալու մասին օրենքը։ Ես դրան էլ կանադառնամ։ Ուրեմն ինչ է ասում այդ դատարանի խորհրդատվական եզրակացության մեջ տարածքային ամբողջականություն հասկացության վերաբերյալ։ Դատարանը քննության առելով այդ հասկացությունը տվել է հետևյալ պարզաբանումը, որ տարածքային ամբողջականության շրջանակը սահմանափակվում է միջպետական հարաբերությունների ոլորտով։ Հիմա ես ուզում եմ որոշակի մեր լսարանի նաև համար պարզաբանել, սա ինչ է նշանակում։ Ուրեմն սա նշանակում է հետևյալը, որ տարածքային ամբողջականության մասին կարելի է խոսել պետությունների միջև եղած հարաբերությունների մասին խոսելիս, իսկ քանի որ Ադրբեջան-Արցախ կոնֆլիկտը միջպետական հարաբերությունների ոլորտում գտնվող հակամարտություն չէ, հետեւաբար այս հասկացության համատեքստում, այս կոնֆլիկտի համատեքստում Ադրբեջանը չի կարող խոսել իր տարածքային ամբողջականության խախտման մասին, քանի որ Արցախի հանրապետությունը հռչակվել է այստեղ արդեն հիմնվելով ԽՍՀՄ-ի ներպետական իրավական ակտերի վրա եւ մասնավորապես քիչ առաջ նաեւ ձեր կողմից իրավացիորեն հիշատակված ուրեմն ԽՍՀՄ-ից Միութենական Հանրապետության դուրս գալու հետ կապված հարցերի լուծման կարգի մասին ԽՍՀՄ 1990 թվականի ապրիլի 3-ի օրենքի վրա բացարձակապես հռչակվել է Ադրբեջանին չպատկանող տարածքներում։ Այո, շատ կարևոր նրբություն է եւ ես սա իդեպ ցավով եմ ուզում արձանագրել նաեւ այս ամենի հետ միասին, որ մոտավորապես 30 տարի տևած բանակցային այսպես գործընթացում հայկական կողմից այս մասին, ոչ միայն այս մասին, բայց այս մասին տվյալ պարագայում, քանի որ խոսում ենք սրա մասին, չի հիշատակվել։ Ես ուզում եմ նաև այսպես լայն իմաստով ասել, որ Ադրբեջան-Արցախ հակամարտության կոնտեքստում, գիտեք, մենք ունենք շատ զորեղ իրավական փաստեր եւ փաստաթղթեր։ Մեր դիվանագիտական թղթածրարը շատ հարուստ է։ Եվ եթե այս փաստերը, դրանցից մեկը ես հիշատակեցի, բայց բազում փաստեր ունենք մեզ։ Եթե դարձվեր բանակցային առարկա, քննարկման առարկա դրվեր սեղանին, ես ձեզ վստահեցնում եմ, որ հայկական կողմի դիրքերը շահեկանորեն կփոխվեին, շահեկանորեն զորանային, այո։ Բայց ես ցավով եմ կրկին արձանագրում, որ սա չի արվել։ Ամբողջ ընթացքում։ Եթե արվել է, չենք իմացել այդ մասին, եթե ինչ որտեղ խոսվել է այդ մասին։ Ես հիշում եմ ՄԱԿ-ի գրասենյակում խոսվեց այդ մասին, հենց ելույթը կարծեմ, եթե չեմ սխալվում, Ռոբերտ Քոչարյանն է խոսեց այդ մասին։ 91 թվականին դուրս գալու այդ կարգավիճակի մասին։ Այո։ Բայց տեսեք, նման բաները ոչ թե պետք է մեկ անգամ ասել անցնել, պետք է հետևողական կերպով պնդել։ Հիմա տեսեք, մի վատ օրինակ պիտի բերեմ։ Իլհամ Ալիևը շրջանառության մեջ է դրել արևմտյան Ադրբեջան եւ արևմտյան ադրբեջանցիների վերադարձ եւ նաեւ Զանգեզուրի միջանցք, այսպես կոչված, հասկացությունները։ Եվ առանց չափազանցության եմ ասում, նշանակություն չունի ինքը ինչ միջոցառման է գտնվում։ Հնարավոր է որ լինի օրինակ գլոբալ տաքացման դեմ ինչ որ մի ֆորում, համաժողով, ինքը այդ մասին խոսել է։ Եվ դա ըստ որում նոր վարքագիծ չէ նրա համար։ Նրա պարագայում նա միշտ է այդպես խոսել, համենայն դեպս սկսած 2003 թվականից, երբ ինքը ստանձնել է Ադրբեջանի նախագահի պաշտոնը։ Կլինի ՄԱԿ-ում, կլինի որևէ միջազգային կառույցում, կլինի հենց Ադրբեջանում որևէ միջոցառման շրջանակում, հետևողական կերպով նա խոսել է այդ մասին։ Բայց մեր պարագայում այդ մասին չի խոսվել։
Մեր պարագայում եթե խոսվել էլ է Ալիևի խոսքից է խոսվել, որ պետքա գան, պետքա միասին ապրեն։ Ես ափսոսում եմ ուղղակի, վերին աստիճանի ցավ եմ ապրում, որ մենք ունենալով այսքան զորեղ փաստեր, մենք չենք օգտագործել դրանք հավուր պատշաճի, եւ այսօր հասել ենք այս հանգրվանին, որ մեր հայրենակիցները այսօր զրկված են իրենց բնորանից, իրենց գերեզմաններ այցելելու հնարավորությունից, իրենց ծուխը, տունը, իրենց արմատներից շենացնելու, իրենց արմատից կտրված են։ Այո։ Ես մի անգամ օրինակ եմ վերել ծիրանի ծառ ենք տարել Ամերիկա, շատ լավ ծիրանի ծառ, ու կարծես թե նույն հարթության վրա էր գտնվում, ինչ որ Հայաստանը, Ամերիկայի այդ հատվածը, եւ տնկել էինք, հետո այդ ծառը մեծացավ, պտուղները նման էին ինչ որ տեղ ծիրանի, բայց համը ինչ որ թթու շլորի համ ուներ, ու ես բացատրեցի, որ ինքը արմատներից իրան կտրել կապ չունի իր վրայի արմատները, իր արմատները ինքը հայկական ծագում ունի, երբ որ ինքը ընդեղից գնում է, էլի ծիրան է կոչվում, բայց ինքը փոխվում է եւ ցանկացած նույն Արցախի պարագայում, այո, մարդիկ, սա Հայաստանն է, սա իրանց հայրենիքն է, օտար երկրում չեն, բայց միևնույն է, մարդ որտեղ որ ծնվել է, քաշում է, արմատները քաշում է։ Իրավացի եք։ Եվ այնտեղ մարդին ավելի լավ է զգում։ Ես քարվաճառում ինձ շատ ավելի առողջ ու լավ է զգում, որտեղ իմ արմատները այդ շրջանից են։ Դա հենց այնպես չեմ ասում, ձևի համար չեմ ասում, պարոն Ասանջալյան։ Վերադառնանք խաղաղության։ Հիմա ինչ վերաբերվում է խաղաղության առնչությամբ, խաղաղության վերաբերյալ ձեր հարցադրմանը։ Տեսեք, ուրեմն ես այդ առնչությամբ պետք է ասեմ հետևյալը։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև երբևէ չի եղել խաղաղություն, հիմա չկա խաղաղություն եւ չի լինելու խաղաղություն այնքան ժամանակ, քանի դեռ, եւ այս քանի դեռը ես ուզում եմ կետ առ կետ մի քանի կետով անդրադառնալ։ Խնդրեմ։ Առաջին, քանի դեռ Ադրբեջանի զինված կազմավորման ստորաբաժանումները ամբողջությամբ անվերապահորեն դուրս չեն եկել Արցախի հանրապետության սահմանադրորեն ամրագրված տարածքից։ Դուրս չեն հանվել։ Դուրս չեն եկել կամ դուրս չեն հանվել, այո, երկու տարբերակն էլ հնարավոր է, դուրս գալ եւ դուրս հանվել։ Հիմա եթե առիթ կլինի, մենք նաեւ այդ առումով կծավալվենք եւ ես իմ դիրքորոշումը կներկայացնեմ։ Երկրորդ, քանի դեռ Արցախի մեր հայրենակիցները տիրոջ իրավունքով, ես այս բառերը կրկնում եմ եւ ընդգծում եմ, տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով չեն վերադարձել իրենց տները, Արցախի հանրապետություն։ Քանի դեռ Ադրբեջանում ապօրինաբար պահվող մեր բոլոր գերեվարված բոլոր հայերը, անկախ նրանց ներկա նախկին կարգավիճակներից, ես որևէ զատորոշում այստեղ չեմ ուզում դնել եւ դա ճիշտ չեմ համարում, բոլորը անվերապահորեն չեն վերադարձել հայրենիք։ Չորրորդ, քանի դեռ Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է հայատյացությունը, ըստ որում թե համացանցում, թե պետական պաշտոնյաների մակարդակում, թե զանգվածային լրատվական միջոցների շրջանում, հինգերորդ, քանի դեռ դպրոցական դասագրքերը խթանում են նախապաշարմունքները եւ ատելություն են տարածում ազգությամբ հայերի նկատմամբ, քանի դեռ վեցերորդ, Ադրբեջանում հանրային հաստատությունները քարոզում են հայատյացություն, յոթերորդ, քանի դեռ Ադրբեջանում արգելված չէ առնվազն հրապարակային մակարդակով հայերի հասցեին ծաղրական ատելության խոսքերը եւ այս քանի դեռների շարքը ես կարող եմ շարունակել։ Ես մի հատ ավելացեմ ձեր թույլատրությամբ, քանի դեռ այսպես կոչված միջազգային հանրությունը այն 3 կապիկի նման բերանը աչքերն ու ակաժները չեն փակել նաեւ այս հարցում։ Իդեպ դուք միջազգային հանրության անունն եք հիշատակում։ Ես ուզում եմ հենց այդ միջազգային հանրություն, այդ անդեմ, այսպես եզրույթը օգտագործել եւ ասել հետեւյալը. 2022 թվականին ՄԱԿ-ի ռասայական խտրականության վերացման կոմիտեի Ադրբեջանի վերաբերյալ հրապարակված եզրակացության մեջ արձանագրված է, որ Ադրբեջանում պետական մակարդակով իրականացում է հայատյացության քաղաքականություն, երկրորդ դպրոցական դասագրքերը քարոզում են ատելություն ընդդեմ հայերի։ Սա իմ խոսքը չէր, սա միջազգային կառույցի ՄԱԿ-ի կառույցներից մեկի եզրակացությունն է Ադրբեջանի վերաբերմամբ։ Հիմա այս պայմաններում, այս մթնոլորտում, նկատի ունեմ Ադրբեջանում տիրող
հակահայկական այս այսպես մթնոլորտում խոսել խաղաղության մասին, սա գիտեք նշանակում է հանրությանը մոլորության մեջ պահել։ Ըստ որում ես սա կարող եմ բացատրել երկու պատճառաբանությամբ, առնվազն երկու։ Հայաստանում գործող հատկապես վարչակազմը, չէ՞, անդադ տարփողում է, որ խաղաղությունը, ընդ որում ոչ թե ասում են մենք պիտի հասնենք խաղաղության, ասում են այլևս խաղաղություն է հաստատված։ Այլևս խաղաղություն է եւ այդ խաղաղությունը պետք է փայփայենք, պետք է սնուցենք եւ այլն եւ այլն։ Ուրեմն երկու պատճառաբանություն կարող եմ տալ այս հայտարարություններին։ Կամ այս մարդիկ իրապես պատկերացում չունեն իրականության մեջ ինչ է տեղի ունենում, բայց որը ճիշտն ասած քիչ հավանական եմ համարում։ Կամ դիլետանտ եմ, բայց ոչ այդ աշճան։ Այո, կամ շատ լավ հիանալի գիտեն, որ հնարավոր չէ, սա խաղաղություն չէ եւ հնարավոր չէ ուրեմն Ադրբեջանի հետ ունենալ խաղաղություն, բայց ինչ շահագրգռություններից ելնելով հայտարարողները կամ իրենց նեղ խումբը այնուամենայնիվ շարունակում են պնդել, որ մենք պիտի Ադրբեջանի հետ ստորագրենք խաղաղության փաստաթուղթը եւ ապրենք խաղաղ։ Ես առնվազն, կրկնում եմ առնվազն, եթե ոչ ավելին, այս երկու պատճառաբանությունը կարող եմ տալ, որտեղ Ադրբեջանի եւ նաեւ ընդհանրապես ասեմ այսպես մեծ իմաստով Թուրքիայի եւ նրա կողմից ստեղծված արհեստական կեղծ կազմավորման Ադրբեջանի հետ Հայաստանի հետ ունեցած փոխհարաբերությունների ողջ պատմությունը հաշվի առնելով եւ նաեւ Ադրբեջան-Արցախ փոխհարաբերությունների ողջ պատմությունը հաշվի առնելով, որը կազմում է 108 տարի։ Ինչ խաղաղության մասին է խոսքը, կրկնում եմ, ես քիչ առաջ հիշատակեցի քանի դեռների շարք։ Մինչև այս քանի դեռները բարձրացված խնդիրները իրենց լուծումները չստանան, ըստ որում ոչ թե առերևույթ լուծումները, այլ անկողմնակալ դիտորդի մոտ վստահություն ներշնչող լուծումներ։ Այդ պարագայում մենք կունենանք խաղաղություն, ըստ երևույթին։ Պարոն Ասանջանարյան, հաշվի առնելով, որ եկած օրվանից այս իշխանությունները արել են ուղիղ հակառակը այն ինչ որ հայտարարել են, ես նաև ունեմ այդպիսի մտահոգություն, որ խաղաղությունը հենց պատերազմը նշանակում է նրանց ասածով, քանի որ ինչ որ ասել են, իրենց ծրագրերը, թե ինչ են անելու ընտրություններից առաջ, ընտրություններից հետո հայտարարած ծրագրերը, ինչի մասին որ խոսացել են, ուղիղ հակառակը արվել է։ Եվ երբ որ նրանք ասում են խաղաղություն, մենք պետք է, ինչպես ասում ենք, երբ որ թուրքը խոսում է խաղաղություն մասին, պետք է պատրաստվել պատերազմի, այս պարագայում լրիվ նաև կարելի ասել մեր իշխանությունների մասին։ Մի դրվագ ասեմ այդ խաղաղության հետ կախված չմոռանամ, այն օրը զրուցում էի մի հասակով արցախցու հետ, պատմում էր դեռ սովետի ժամանակվա, երբ որ գյուղերում ապրում էին ադրբեջանցիները եւ հայերը, ոնց որ ասած, իրար կողքի գնում են հանդում աշխատելու եւ իր հետևից քայլող ադրբեջանցին ասում գիտես ինչ կա, արի դու իմ հետևից քայլի էլի։ Եվ այս հայը ասում է որ ինչ ա եղել, ինչ խնդիր կա։ Ուզում ես առաջից գնաս, ասում է չէ, որ քեզ տեսնում դիմացից գնալուց մոտս ցանկությունը առաջացնում քեզ խփելու։ Այդ վիճակն է հիմա մեր մոտ, մենք այդ վիճակում ենք գտնվում։ Նրանք դեռ չեն ընդունում եւ ես միշտ ընդունել եմ խաղաղությունը, արժանապատիվ խաղաղությունը, երբ որ դիմացինը գիտի, որ եթե նա խաղաղությունը խախտի, պատժվելու է դրա համար, քանի դեռ չկա այս ազգի հետ ուրիշ լեզվով մենք չենք կարողացել խոսալ։ Բայց մի տեսակ ներքին զգացում ունեմ, որ այսպես չի մնալու։ Կուզեի ձեր կարծիքի։ Գիտեք, դուք կրկին ես ձեր այդ հիշատակմանը խոսքի պիտի անդրադառնամ, տեսեք, այդ մասին, ինչ որ դուք ասեցիք, դա պետական քաղաքականություն է եղել Խորհրդային Ադրբեջանում, ինչպես 1969-ից մինչև 1982 թվականը Խորհրդային Ադրբեջանի կենտրոնի առաջին քարտուղարը եղել է Հեյդար Ալիևը։ Այո։ Ուրեմն 2002 թվականին նա ադրբեջանական մի շարք ԶԼՄ-ների հետ ունեցած հարցազրույցում բաց եւ հրապարակային հայտարարել է, իդեպ այդ նյութը կա համացանցում, չնայած ներկա վարչակազմը Ադրբեջանի փորձում է մաքրել դա, բայց այնուամենայնիվ կա։ Հայտարարել է հետեւյալը, որ իմ պաշտոնավարման ժամանակ, նկատի ունեմ խորհրդային տարիները, ես արել եմ ամեն ինչ, որ Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում հայերի թվականակը նվազեցնեմ, ադրբեջանցիներին բարձրացնեմ։ Հիմա սա միջազգային իրավունքի տեսանկյունից, միջազգային իրավական ակտերի տեսանկյունից համարվում է ցեղասպանություն։ Այո, ես ուզում եմ նաև հիշատակել եւ հատուկ ընդգծել, որ ցեղասպանությունը
դա միայն մարդուն ֆիզիկապես ոչնչացնելը չէ, հրազենով կամ դանակով կամ եւ այլն։ Եթե մարդու ցեղասպանության կանխարգելման մասին ցեղասպանությունը կանխարգելելու եւ պատժելու մասին ՄԱԿ-ի կոնվենցիա գոյություն ունի 1948 թվականի դեկտեմբերի 9-ին ընդունված։ Դրա երկրորդ հոդվածն ասում է, որ ցեղասպանությունը համարվում նաեւ այն գործողությունը, որը միտումնավոր կատարվում է որևէ կրոնական, էթնիկ խմբի նկատմամբ, ստեղծելով այնպիսի կենսապայմաններ, որը նպատակ է հետապնդում լրիվությամբ կամ մասնակիորեն ոչնչացնելու այդ էթնիկ հանրույթը։ Դատարկելու, այո։ Հիմա ինչ արել, ուրեմն Հեյդար Ալիևը բացահայտ խոստովանում է, ասում է հայերը հարց բարձրացրեցին Ստեփանակերտում բուհ ունենալու։ Ես ասեցի շատ լավ կանենք, ասում է, բայց Ադրբեջանում բոլորը դեմ էին Կենտկոմում։ Ես ասեցի կանենք, բայց այդ բուհը պիտի ունենա 3 բաժին՝ ադրբեջանական, ռուսական եւ հայկական։ Եվ ասում է հարակից գյուղերից երիտասարդներին եւ այն ուղարկում ենք այդտեղ ուսանելու, որպեսզի Ստեփանակերտում լցվեն։ Այո, լցվեն, բնակություն հաստատեն։ Այո։ Այսինքն եւ ինքը ասում է ես տարբեր Այո, ասում է տարբեր մեթոդներով ես ձգտել եմ հասնել նրան, որ ադրբեջանցիների թվականակը շատանա հայրինը պակասի Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզում։ Հիմա սա ձեր քիչ առաջ բերված մասնավոր օրինակի պետական քաղաքականություն բարձրացված վիճակն է եղել դա։ Բայց մեծ իմաստով ասեմ, որ Ադրբեջանի բոլոր ժամանակների վարչակազմերը, թե նախախորհրդային, թե խորհրդային, թե հետխորհրդային, մշտապես Արցախի հայության նկատմամբ հատկապես իրականացրել են ցեղասպանական քաղաքականություն։ Եվ ամենայնիվ պատահական չէ, որ վերջերս ցեղասպանության կանխարգելման խնդիրներով զբաղվող համաշխարհային կազմակերպություններից մեկը Լեմկինի ինստիտուտը Ադրբեջանին բնորոշեց որպես ցեղասպան պետություն։ Այո, այո։ Ամենևին պատահական չէ։ Իհարկե պատահական չէ։ Ես դրա անունը դրել եմ սողացող ցեղասպանություն, պարոն Հասան Ջալալյան, որը հիմա էլ է շարունակվում, ասեմ ձեզ։ Այո, հիմա էլ շարունակվում է մշակութային ցեղասպանության։ Ինչի եմ ասում սողացող, որովհետև տեսեք, երկրաշարժերը, երբ որ հողերը հոսում են դանդաղ, նույն երկրաշարժի էֆեկտն է, քանդվում են գյուղեր, շենքեր, քաղաքներ, չէ, բայց քանի որ ինքը դանդաղ է տեղի ունենում, մի տեսակ այդքան երևացող չի ու այդ մասին շատ չի խոսում։ Երբ որ դա վայրկյանների ընթացքում է տեղի ունենում, ինչպես կոտորածը, ապա դրա մասին շատ են խոսում, բայց երբ որ դանդաղ ու հետևողական այդ ամեն ինչը տեղի ունենում, կամ սառցադաշտի իր ճանապարհին ամեն ինչ ավերում է, չէ, նես չի որ սառցադաշտի դեմ ինչ որ մեկը կարող է առնի։ Սարեր կարող է ջարդի անցնի առաջ։ Նույնը էս մեր արցախցիների ցեղասպանությունն է, այո, ձեր ասած 60-ականներից սկսած, ինչ 60-ականներ։ Իմ տատը բնիկ շուշեցի է եւ իրանք Շուշիից լքել են 19 թվականի ցեղասպանության արդյունքում։ Մազապուրծ է եղել 12 տարեկանում իր հայրը Բուդագան Սարգիսը փրկել է իր երեխաներին եւ անցել են գնացել են Պարսկաստան։ Այսինքն դա ոչ միայն 60, դա շատ վաղուց է տեղի ունենում։ Եվ այդ սողացող ցեղասպանությունը այսօր շարունակվում է։ Այն ինչ որ հիմա տեղի ունենում նաեւ արցախցիների հետ ցավոք սրտի մեր հայրենիքում, որ այնպիսի պայմաններ է ստեղծվում, որ արցախցին ուղակի այստեղ չուզենա մնա, չկարողանա մնա, ոչ թե չուզենա մնա, այլ դեպի դա է ցեղասպանության շարունակությունն է եւ դրա կատարողներն էլ պետք է պատժվեն։ Ժամանակը գալու է, ես համոզված եմ, որ պատժվել են։ Գիտեք, պատժի առումով ասեմ հետեւյալը, ուրեմն իմ այսպես համոզված դիրքորոշումն է, որ Նիկոլ Փաշինյանին իշխանությունից հեռացնելուց կամ նրա իշխանությունից հեռանալուց հետո անխուսափելիորեն ուղղակի նա պիտի կանգնի Հայաստանի Հանրապետության քրեական դատարանի առաջ։ Նա ամիշ պիտի անենք որ կանգնի։ Եթե տեսեք, եթե դա գիտեք, ըստ որում առնվազն Արցախի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության ներպետական իրավական ակտերը կոպտորեն խախտելու միջոցով Ադրբեջանի կազմում ճանաչելու մեղադրանքով առնվազն, եթե ոչ ավելին, եթե դա տեղի չունեցավ, եթե դա ինչ պատճառաբանությամբ էլ կլինի, նա կասեն փախել է, անհայտացել է, ինչ դա որևէ կարևորություն չունի, եթե դա տեղի չունեցավ, ուրեմն ես կարող եմ ասել հետևյալը. Հայաստանի Հանրապետությունը տեսանելի, առնվազն տեսանելի ապագայում չի դառնալու կենսունակ պետություն։ Նիկոլ Փաշինյանին քրեական դատարանի առաջ կանգնեցնելը բխում է Հայաստանի Հանրապետության պետականությունը պահպանելու եւ դրա շարունակականությունը ապահովելու
հույժ կարևորություն ունեցող անհրաժեշտությունից։ Միանշանակ համաձայն եմ պարոն Հասան Ջալալյան, եւ պետք է ես մեկ որ ինձ ասում են չի էլ էս լինում էդի բրտնենք, չի ասում եմ Աստված չանի։ Ինքը պետք է կանգնի դատարանի առաջ եւ պետք է ապացուցի նրա գործած դավաճանությունը, որպիսի իր բոլոր ստորագրությունները եւ ամեն ինչը համարվեն անվավետ։ Դա շատ կարեւոր է, իհարկե կարեւոր է, որովհետեւ ես որ ինքը կդատվի դավաճանության հոդվածով, ես հավատացած եմ, որ դա լինելու է եւ ոչ միայն դավաճանության հոդվածով, նույն սողացող ցեղասպանության եւ ամեն ինչ, ես չեմ խուսափում, ոչ էլ վախենում եմ եւ ամեն ինչը իր անունով ասում եմ, այո, նա պետք է դատվի բոլոր այդ ոչռագործությունների համար, որ գործել է մեր հայ ազգի հանդեպ։ Շնորհակալ եմ ձեզ, որ եկաք, ուզում եմ երկու բառով ամփոփենք։ Ես իրոք հույս ունեմ, չգիտեմ ինչ որ զգացմունք կա մեջս, որ եթե ես էլ չտեսնեմ, իմ սերունդները անպայման տեսնելու են, ապրելու են Արցախում։ Դուք ինչպեսի ներքին զգացում ունեք։ Գիտեք, ես ուրեմն իմ զգացողությունը հետևյալն է, որքան էլ որ այսպես զգացմունքները իրենց փորձում են գերիշխել, ես փորձում եմ որպես մասնագետ, այո, առաջնորդվել տաք սրտով, բայց սառը ուղեղով, որպեսզի մենք կարողանանք հասնել մեր նպատակին, որտեղ ընդհանրապես դուք գիտեք, որ հայ ազգը ինքը զգացմունքային ազգ է եւ շատ դեպքերում մեր զգացմունքայինությունը մեզ խանգարել է։ Մենք գտնվել ենք այսպես դեպի նպատակը տանող ճանապարհին, բայց ճանապարհի կեսից դա մեզ խանգարել է եւ մենք չենք հասել մեր նպատակին։ Հիմա իմ ասելիք այստեղ հետեւյալն է. Հայաստանի Հանրապետությունում պիտի ձևավորվի Արցախը արժեք համարող վարչակազմ, որպիսի կարողանա ձեռնարկի արդյունավետ, նպատակային եւ համառ քայլեր հասնելու Արցախի Հանրապետության դեօկուպացիային եւ մեր հայրենակիցների տիրոջ իրավունքով եւ կարգավիճակով Արցախ վերադարձին։ Ես անշուշտ, ինչպես բոլոր ուրեմն ողջամիտ տրամաբանություն եւ դատողություն ունեցող հայերը, ես ինքս ունեմ ակնկալիք Արցախը ազատագրված տեսնելու, բայց եթե այդ նպատակին հասնելու համար չգործադրվեն ողջամիտ շահեկան, տրամաբանված քայլեր, հիմնավոր քայլեր, դա կմնա այդպես էլ երազանք եւ Աստված մի արածցե, բայց Արցախն էլ ուրեմն կարժանանա օրինակ Նախիջևանի ճակատագրին։ Այո, ցավոք սրտի Նախիջևանից էլ ես հույսերս չեմ կտրում, երևի չգիտեմ, թող ես մի քիչ երասկոտ կոչվեմ, բայց այդպեսի ես երբ որ ժամանակին խոսում էինք Հայաստանի անկախանալու Արցախի վերադարձի մասին եւ ես կանգնած էի Արցախում սպիտակ շեն կոչված գյուղից նայում էի Գորիսին եւ այդ արանքը այն ժամանակ թուրքերն էին, հա, Լաչինի շրջան էր կոչվում եւ որ ասում էի ախ երնեք կգա մի օր որ ազատ կգնանք հայրենիքի հետ կապը ազատ կլինի եւ ես տեսա այդ ազատությունը եւ հիմա էլ հավատում եմ որ տեսնելու են ես էլ չտեսնեմ իմ զավակները տեսնելու են Շնորհակալ եմ պարոն Հասան Ես եմ շնորհակալ հրավերի համար եւ հետաքրքիր, իրապես հետաքրքիր հարցադրումների համար։ Շնորհակալություն սիրելի հայրենակիցներ, կհանդիպեք հաջորդ թիվ, չմոռանանք որ մայիսի 4-ին Եվրոպայի ներկայացուցիչները գալիս են Հայաստան, այսօր այդպես կատակի նման գրել էի որ Հայաստանը չգնաց Եվրոպա, Եվրոպան է գալի Հայաստան, այնքան լավացել է այստեղ, սարկազմով իհարկե, եւ մենք պետք է մեր ձայնը լսելի դարձնենք որպեսզի այս աչքակապությունը, այս երկակի ստանդարտները եւ ամեն ինչի մասին նրանց պետք է հենց իրենց երեսին ասենք։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։